Բարև ձեզ, այսօր կփորձեմ որոշակի քննարկել Պապ թագավորի թեման, մի քանի անգամ արդեն ակնարկել էի, որ Պապի մասին առանձին պետք է խոսացվի, ինչի համար, որովհետև որոշ գործիչներ կարող են նույն սխալները կրկնելով նույն ճանապարհով գնան, ունգնեն էլի նույն փոսը, ասենք, որ իրանք ընկնեն էդի հեշ, բայց որ իրանց հետ էլ հայկական պետականությունը կարող գնի, այդի արդեն մեզի ձեռք չտալի։ Դրա համար միգուցե փորձենք զգուշացնել ինչ-որ կերպ, կարող չեն տեսել էլի, որտեղ նայելն ու տենալը ընկալելը դա տարբեր շերտեր են, տարբեր հարթություններ են։ Ուրեմն նախ Արշակունիների դինաստիայի մասին, Արշակունիները պարսկական պարթևական դինաստիայի ճյուղ են, նախ սկսենք դրանից, այսինքն լրիվ հայկական ծագում չունեն, երբ որ Արտաշեսյանները վերջացան, քիչ-քիչ պարսիկները, պարթև Արշակունիները, մտցրեցին իրենց ճյուղը, ներդրեցին Հայաստանի դինաստիայում, հայկական թագավորական դինաստիայում, ու տենց հայտնվեցին Արշակունիոս դինաստիա, ասենք հայ իշխանուհիների բան, տենց հետ ամուսնացան, ու տենց հայտնվեցին Արշակունիների տոհում, նախ դա եմ ուզում ճիշտ բան անել, բացատրել, որ մեր ժողովուրդը հասկանա էլի, ասենք, բայց ասենք նորմալ թագավորներ էին, ասենք իրենց գործը աշխատում էին, բան էին անում, ասենք նորմալ գործ էին գնում եւ այլ էլի, տենց հումորով բան, այսինքն խեմ ասում, նայեք, Պարսկաստանում Արշակունիներն էին իշխում, մինչեւ 3-րդ դարի առաջի կեսն էր, 230-ական թե որ թվերն են, հիմա այդ կարևոր չի էլի, ասենք պատմաբանները կարող են ուսումնասիրել ճիշտ է։ Ու Պարսկաստանում ինչ տեղ ունեցավ, Պարսկաստանում Արշակունիների դինաստիան փոխվեց, եկան Սասանյանները, ուրեմն նայեք, Արշակունիները պարթև են, պարթևները էդի են կողմեր են, Աղվանստանի, են Թուրքմենիայի, այդ կողմերի ցեղերն են, մոտավորապես էլի, ասում եմ, բանը Google-ը մափով տոշնի տեղը չգիտեմ, բայց այդ կողմերից են։ Իսկ Սասանյաները իրանք հենց պարսկական ծագում ունեին, որտեվ նայեք, պարթևները, պարսիկները դրանք տարբեր բաներ են։ Օրինակ Պարսկաստանը, օրինակ այն առաջի անգամ որ խոսացի, ամենաառաջի տեսանյութը, ընդեն հպանցիկ անցակ Յուրոսի պահով, ասենք մենակ էդի ուսումնասիրողները կամ ասենք հետաքրքրվող մարդիկ գիտեն, էլի, Պարսկաստանի տեղը որտեղ է, կա Պասարգադա քաղաք, հիմա էլ կա։ Էդի մոտարապես Պարսկաստանի ներքևն է, հարավ-արևմուտք, Պարսից ծովի ափերի մոտերն է, ծովից մի քիչ է ներս ընկած, Շիրազ քաղաքը որ կա, էդի աներն է։ Այդի Պարսկաստանն է, հին, ասենք ստի շատ հեռու է էլի, ես որ մեր իմացած որ ասում ենք ես Իրանը Պարսկաստանը, էդից մինչև Շիրազ, Պասարգադա, էդի ահագին հեռու է էլի։ Դրա համար էլ դե չեմ ասում, որ հայկական հողերն ահագին հիմա Պարսկաստանի մեջ, Իրանի մեջ, տնենք մի կողմ։ Հիմա այս բացատրությունները ինչի համար է։ Օրինակ նայեք, Սասանյանները փոխարինեցին Արշակունիներին, բայց Հայաստանում դինաստիայի փոփոխություն չեղավ։ Ու քանի որ մի անգամ արդեն եղել էր, մի անգամ հայերը արդեն արել էին, ու իմ կարծիքով մի անգամ չէին արել։ Իմ կարծիքով, եթե մենք հետ գնանք այն Արարատյան թագավորության այն ծերից, կարող է դուրս գա, որ էլի տես բաներ եղել է, այն մարերի ժամանակներից, Երվանդունիներ, բան ասենք եւ այլ, որովհետեւ ասենք հասկանում եք, դրա համար էլ ենթարկվել են պարսիկներին, ժողովուրդ ջան։ Հիմա լավ, էդի դնենք մի կողմ։ Նայեք, Արշակունիների հետ, քանի որ իրանք ճյուղով միացել էին, ազգակցական կապեր ունեին, դրա համար ասենք այդ
Հայաստանը այդ դարերին մինչև երրորդ դարի առաջի կեսը, մինչև որ արշակունները փոխեցին Սասանյաններին, Սասանյանները փոխեցին, այսինքն, մինչև դա արդեն այդ խնդիրը չկար հայերի համար, Հռոմ թե Տիզբոն այդ բանը էլի, որովհետև ասենք Տիզբոնն այդ իրենց ազգակցական հարաբերություններ, ախպերական բաներ էլի, այսինքն իրենց խնդիր չունեին այդ թեմայով։ Այս մի թիկունքը ապահոված էր։ Դա տեղի ունեցավ, երբ որ Սասանյանները փոխեցին արշակունիներին վարի տվին, մենակ Հայաստանում մնացին արշակունիները։ Հայերը բան արին էլի։ Դե ինչպես միշտ ուրիշի համար քյալա տալու մասնագետ են։ Տևեց մոտ 140, դե դրանից հետո էլ եթե գցենք մինչև 420-ական թվականներ, ունդ արդեն գալիս է համարյա 200 տարի տևեց այդ պայքարը դինաստիական, որ չփոխեն արշակունիները դիմադրեցին հայ արշակունիներ, որոնք ծագումով պարթև էին։ Ինչի համար եմ ասում, օրինակ պետական շահերից ելնելով, պետք է իրանք փոխեին դինաստիան, ինչ պրոբլեմ է։ Եթե ծառա ես, մեկը կարգին արքա չես, կոպիտ ասած, կամ իմ մտածողությունը այդ իմ ասած պետք է լիներ, որ ասենք պետք է հայկական դնեին, то Սյունիքին դնեին, ասենք ու տենց դուրը տնգած նիզակը ցցած այդային вообще Տիզբոնը գրավեին խոսքի։ Այդքի չէին կարա, որ կամ Հռոմ այդ ոնց է, իրանք կարան, հայերին չի կարելի, այդ ինչա ճակատներին գրած էր, որ չէին կարա, ասենք, թե իրանց չի կարելի, թե իրանց թույլ չեն տվել, թե պետք է հարցնեին նոր գրավեին։ Եվ այլ էլի, ասենց հումոր եմ անում, բայց որ հասկանալի լինի, էլի, ասենք, մեր հասարակության համար այդ մտածողությունը, որովհետև պատմագրության մեջ մտածա ոնց է մտած, որ ասենք Սասանյանները ճնշում էին արշակունիներին, բայց այդ իխեին ճնշում է դրա մասին տես շատ չեն խորանում։ Ու հետո ինչ եղավ, ասենք այն հասավ, այսինքն հասավ նրան, որ Սասանյանները մենակ նրա համար, որ արշակունիներին հայ հանեն, փոխեն, այնքան դավադի տարին, այսպես ասած, այնքան համ հանեցին հայկական այդ ճյուղը, որ ծագումը պարթևական էր։ Այնքան համ հանեցին, որ պարսիկները գնացին նրան, որ ասենք հռոմեացիների հետ պայմանագիր կնքեցին, անես ասեմ, այս 363 թվականի Հովյանոսի պայմանագիրը, որ կնքեցին, որ արդեն հռոմեացիք էլ չխառնվեն այդ Տիգրան Մեծի կնքած պայմանագրով, որ ասենք Հայաստանը դարել էր իրենց կլիենտը, դաշնակից որ ասում են, դա իրենց ղազն է, էլի, իրենց ոտը տենց է, մենակ հայերին չի վերաբերում, դա Հռոմը ով ուսումնասիրել է, գիտե, դառնս կլիենտ, պատրոն կլիենտ այդ հարաբերությունն է դառնում, տեր ու ծառա, էլի կոպիտ ասած։ Հա, այդ Հովյանոսի պայմանագրով պարսիկները պայմանավորեցին հռոմեացիների հետ, որ ասենք հռոմեացիները պետք է չխառնվեն Հայաստանի գործերին։ Դա շատ լավ բան էր հայերի համար, եթե հայերը կարողանային օգտվեին, էլի։ Բայց դե հայերը խի պետք է օգտվեն, էլի, որտեղ ասում եմ, էլի, այդ վաճառական մտածողությունը ինչի է ասում, պետական մտածողություն չունենալը ինչ հետևանքներ ունեն։ Այսինքն պետք է հայերը կարային ասենք ոնց են անում, Սասանյանների տնից աղջիկ ուզեին, կամ եթե աղջիկ ունեին տղա տային, այդպես քիչ-քիչ մի քանի սերունդ հետո փոխեին, քիչ-քիչ դաշնակից դառնային, այդ ոնց է Տիգրանը գնաց մի հրդատի աղջկան առավ, բերեց Կլեոպատրային, ասենք, առանց պրոբլեմի, դες խնդիր չուներ, բայց դա արեց, չէ, այսինքն դա ընդունված հին դարերից ձև էր, չէ, ասենք, դա դինաստիական ամուսնություններ եւ այլն, ասենք հայերը կարային դա անեին, Սասանյանների հետ լրիվ ախպերություն ուներ, կոնֆլիկտ չլներ, արշակունիներն էլ կմնային չէին ննա, դες քիչ-քիչ փոխանցեին Սասանյան հայկական ճյուղին, կոպիտ ասած մի հատ անուն կհնարեին, ոնց որ ասենք արշակունիները այդպես բանալին, в общем, կհնարեին, այդպես փոխանցիկ դրոշը կտային, հայկական պետությունը չէր կիսվի։ Դա ստրատեգիական պետական մտածողության տարբերակը, որ առանց կռվի ոնց կարելի է այդ հարցը լուծել, բայց հայերը գնացին բանով էլի, պոզերով քարի խփելու ճանապարհով։ Իմ կարծիքով այդ արշակունները այդ ճանապարհով գնացին, դե իրանք էլ ծագումով այ չէին, ասենք իրանց համար էական չէր հայկական պետականություն կլիներ, թե չէր լինի, դրա համար էլ տենց եղավ։ Դա մեկ։ Երկրորդ սխալը մեծ, որ ասենք արշակը գնաց բան, պարսիկների մոտ, գիտեք այդ պատմությունը, ասենք այնքան էին ընկել այս կողմ, այդ
բան արևմուտք արևելք այդ տատանումների մեջ, որ ասենք այդ ծովի ալիքները իրենց տարավ արշակին ասցրեց շապուի մոտ, շապուն էլ բանտարկեց եւ հետագայում բոլորս գիտենք ինչ եղավ։ Ասենք պետք է իրանց պային էլի այդ տարբերակով, եթե ասենք լավ դուք չունեին, գոնե էլի ասում եմ, գոնե պետք է չխափեին, այդ խափելու սովորությունը նայեք, 4 դարում էլ է արշակի ժամանակ։ Ու հիմա էլ այս վերջի 35 տարին, այսինքն այս հայկական պետականության այս մոտով որ կանգնում է, այդ խափելու կեղտոտ սովորությունը, դրանց մոտ ոնց որ դες չգիտեմ, էդի ասենք դինաստիա չունեն, որ ասես պապականա գալի, բայց այդպես ոնց որ այդպես ինչ որ բան կա։ Ինչ որ այդպես անես կա, ինչա չեմ հասկանում։ Այսինքն խեք խափում։ Խափում պարսիկներ, գնում եք պարսիկների մոտ ասում եք ձեզի դաշնակից ենք, հետո այդ մեկ հույների մոտ, այդ ռոմեացիների մոտ ասում եք ձեզի դաշնակից ենք, ասենք այդպես դուք էլ չեք կողմորում, դուք ում դաշնակիցն եք, հետո այդպես տուժում եք։ Դա երկրորդը, երրորդը պապիկ, արդեն գալիս են կոնկրետ պապին։ Այդ երկու խնդիրը արշակունիներին է վերաբերում ու հայկական պետական մտածողություն չունենալու այդ խնդիրներին։ Իսկ կոնկրետ պապի համար, պապը ասենք որ թվիներ, 60 թվիներ, որ թվիներ, փախցրին տարան բան, 60-ականներին էլի, այդ արշակի բռնելուց հետո այդ վերջից առանձն որ կռում էր արտագերսում բան, չէ, փախցրին Հռոմ, խի փախցրին Հռոմ, այ սկսենք դրանից, խի փախցրին Հռոմ, արքայազնին, որ հետո էլ Հռոմից կախում ունենանք, հետ չգիտեք, որ էդի Հռոմը տեց կենթանի է, Էդի մեկ, արդեն այդ սխալը, որ իր մայրը թույլ է տվել, խեն փախցրել Հռոմ։ Էդի մեկ, երկրորդ, լավ, փախցրել եք, ինքն դե մեծացել է, եւ այլ, հետո կանչել եք, որ հետ գա։ Հռոմեական զորքեր խեք թողը հետը գան։ Ընդ ուրեմն նայեք, այդ թեմայով 3 հատ աղբյուր կա կարևոր։ Ֆավստոս Բյուզանդնա, Մովսես Խորենացին է, երկուսի հայոց պատմությունը եւ հունական աղբյուրներից Ամիանոս Մարկելինոս, հռոմեական պատմություն, 30-րդ գիրք։ Ուրեմն այս հետարքիր տվյալները այս Մարկելինոսն է գրում, որտեղ մեր հայկական աղբյուրները դե պապին գիտեք, ինչ ասես ասում են, օծերը ծոցում, չգիտեմ, չարքերի հետ դևեր էր բան, ոչինչ, սատանա էր պոզերով էլ իրանց համար։ Սա սուտ գրել են, կլաուզե են գրել, ամոթը չեն արել։ Ու այս հույնը գոնե ասենք օբյեկտիվորեն գրել է։ Չնայած իր հույները սպանին, չէ, այս հույնը գրել է, որ հռոմեացին էլի, գրել է, որ հա, հույներն էլ այդ հռոմեացիքը դավադրաբար կանչեցին ու սպանեցին, գրել է մարդը։ Գրել է, կանչեցին, խաբեցին, կանչեցին, սպանեցին, ընդ խոսակցությունը ինչու՞մ է գնում, որ ասենք ինքն դե չի ճշտում կայսեր հրամանով էր, թե գեներալների դավադրությամբ էր այդ մոմենտը էլի, ասենք այս Տրայանոսն ու Տերենտոսը, կառավարիչ էր Տերենտոսը նշանակված, ասենք այս սրանք խաբեցին, կանչեցին, սպանեցին էլի։ Ըստ արդեն ինքը տեղ է թողում, այն հռոմեական տակտիկայով էլ տեղ է թողում, որ ցարել բան էր, բարի էր, բայարները բան արին էլի, այդ կտրված ռուսական ստիլի, բյուզանդիական, այդտենց, այսինքն հալավ գնացել էր նախ առաջի սխալը շատ ռուբի, կոպիտ ասած, կոպիտ սխալ, որ խեր գնաց է Հռոմ ասել, դե Հռոմ չէր ասել, այդ բանը մեր, փոքր Ասիայի մեր, բայց ինչևից է, խեր գնաց է Հռոմ, դե Հռոմի տարածքներ էլի, խեր գնացել էր էտե, հալավ, արդեն սխալը թույլ են տվել, որ գնացել էր, հետո կանչեցին, պետք է ամեն ինչ անեին, որ այդ հռոմեական զորքերը, որ հետո եկան, պետք է քիչ ելնեին, ասենք կարային, եթե չէին կարում, լավ, ասենք եթե կայսրն է դրել, ես նայեցի, ոչ մի փաստաթուղթ, ոչ մի պայմանագիր, ոչ մի կոնկրետ փաստ չկա, որ ասենք բանա, բարձել են էլի կոպիտ ասած, որ ասենք քանի հազար պետք է գան կամ հայերը ինչ պարտավորություններ ունեն եւ այլ, այսինքն այն ժամանակ էլ ոնց որ հիմա ռուսները ոնց են հայերին բարձում, ասենք այս Սերժի վաղ Նիկոլի մինչև 20 թվականի
21 թվական, 22 թվական հիշում եք, ռուսները քնում մլնում էին, մեկ էլ առավոտը նորություններով լսում ես, որ իրանք հաշվել են ու հայերը իրանք մի 300 միլիոն պարկ են դոլարով բարձում էին, էլի, ասենք, իրանք քնում են, ասենք, հայերը չգիտեն դրա մասին, իրանք հանգիստ քնած են, ասենք, Նիկոլը Վաշինգտոն կուրսի չի, որտեղ պարկը չկա, էլի, հասկանում եք ոնց են գրուզի տանում։ Ասենք ռուսները հլնում էին, մեկ էլ հայտարարում են, որ մենք հաշվեցինք, բան, այս հայերը խի պարկը չեն տալի, տոկոսները գալի վրան արդեն, բան, ասես բարձում էին, համբալի նման բարձում էին, էլի, ժողովուրդ ջան, այն թվականներին էլ է տենց էլ է։ Այդ Հռոմի դաշնակիցները այդ ճակատագիրն են միշտ արժանանում։ Հա, էդի Տիգրան երկրորդի շնորհքն է, էլի, միշտ պետք է ասեմ, միշտ ասել եմ այդ տենց, որովհետև էդի ամոթանքը խայտարակությունն է, ոչ թե հպարտությունն է, թուրի մածությունն է։ Ըն։ Հիմա այս բերելուց գոնե պետք է քիչ հռոմեացի բերեին ժողով, լավ ասենք շատ են եկել, ասենք այդ ճակատամարտը տարել եք, Ձիրավի ճակատամարտը, այդ գեղեցիկ փայլուն եւ այլ շատ լավ, ամեն ինչ ճիշտ է։ Հետո 71 թվին էր, չէ՞ ճակատ։ Հա, 3 տարի լավ ապրել է ախպեր։ Ինչ 74-ին նոր են սպանել։ Այդ 3 տարվա մեջ ինքը պետք է ինձ աներ, որ ասենք դե պարզա չէին գնալու, իրանք ընդ բերդեր էին վեկալը, այդ Հռոմի սահմանամերձ տարածքներում ու ասենք լցվել էին, այսինքն էդի մեր փայնը էլի են որ ասում են, այդ կտրվածքով ասենք այդքան մտածողություն չունի, որ ասենք ախպեր ջան, դու նախ ինքդ ես թույլել է, գնացել ես իրանց մոտ, մեկ, երկրորդ իրանց մոտից զորք ես բերել, կրիշ ես բերել, էդի երկուս, էդ էլ իրանց փայնը, էդ էլ 3, այսինքն լրիվ արդար է, այդ այն ժամանակվա լոգիկայով, տրամաբանությամբ, էլի, այդ ամեն ինչը բարոյական չի, բայց ասենք արդարության այն մակարդակով, որ այդ ժամանակներում տիրել է, ասենք իրանց համար դա նորմայի մեջ է ելել։ Հիմա բարձր հոգևոր արժեքներին իրենք տենց բաներ, կենթանիներ տես բաներ չեն հասկանում, կոպիտ ասած, վանարները էլի։ Դա համար այդ վանարների արդարության բանով էդի նորմալ է ասենք, հա։ Հիմա այս 3 բանով, որ դու գնացել ես իրանց տուն, հետո իրանց մոտից զորք ես բերել, էդ էլ իրանց ավարն է, փայն է ախպեր, իրանք եկել են քո պետությունը պարսիկներից օգնել են ազատել ես, իրանց ասենք մի 10 հատ բերթա, 20 հատ բերթա, ինչ կարևոր չի, այդ իրանց փայն է, դու ես մեղավոր, խես բերե, խես գնացե, խես բերե, լավ ասենք սպասեիր մի քանի սերունդ անցներ, հայ մտածողությունը, ասենք ոչ պետական այդ մակարդ չգիտեմ ոնց բացատրեմ, ասենք օրինակ թուրքերը ոնց արին հայերին, կրվան պատերազմում Ղարաբաղում, սպասեցին մինչև հայերին թուլացրին ու խփեցին, չէ՞, տեսան ինչ է լավ, տեսան ինչ է լավ, որտեվ էդի բոլորը տենց են անում, ասենք այդ 20 տարեկան տղուն կողից մեկը չասեց, որ այդ տղա ջան, ասենք լավ, սպասի, այդ հարցը մի 20 տարի հետո 40 տարեկան կդառնաս, մի հատ երեխեքդ մեծանան, մի քիչ երեխա բեր, մի 3-4 հատ տղա բեր, բան արա, մի քիչ բան անենք, երաշխիքները, որ ասենք հստակ լինեն, մի քիչ պետությունը ամրացնենք, թազը ամրոցներ կսարքենք, ոչինչ, էդ էլ հետ կբերենք, դրանից շատ էլ կբերենք, Հռոմը խո ավերժական չի, ոնց էլ լինի մի բան ելնելու է, չէ՞ կամ պարսիկներին, այս մտածողությունը չեն ունեցել, միանգամից քյալավարի, կոպիտ ասած, խես գնացել այդ կոնֆլիկտին, որ քեզի պետք չի։ Էդի մեկ, որ ասենք կարար ձգեր այդ վիճակը պետական մտածողությամբ արքունիկ եթե լիներ, ասենք այդ տղեն 20 տարեկանից չէր հասկանում, լավ, բայց կողերից ասենք մարդ չկար, որ բացատրեր, որ հայետի մերն է, բայց սպասի, տղա ջան, էդի հետո կբերենք, ամրանալա պետք։ Հացը չես տա, քիչ-քիչ ջուրը կկդրես, բան կանես, գինին չես տա, պրոբլեմներ կսարքես կամ քիչ-քիչ, կամ թեկուզ չես սարքի, ոչինչ, էդի հետո կվեկալենք, այն այս չի, որ այդ սաղ հողերը, որ Հռոմը արդեն ուներ իր արևելյան սահմաններին, դրանց պահագին մասը հենց հայկական հողեր էին, այնպես չէր, որ էդի առաջի անգամ էին վեկալում, էլի, կարար ամպերեր, հետո կվեկալեր, ոչինչ,
չկարացավ, չէ, ասենք ջահել էր, չկարացավ, լավ, ասենք, բայց մեծերը ինչ արին։ Դա էլ է տենց մեծ սխալ էլի, որ ասեմ։ Երկրորդը, ասենք իրա ինչին էր պետք նոր հազիվ ձիրավիճակատամարտից հետո հռոմեացական զորքերը քո տարածքում են, դու խնդիր ունես հռոմեացիների հետ, դու քեզ մտնում կոնֆլիկտի մեջ, ասենք այդ նախարարական տների հետ կամ եկեղեցու հետ։ Եկեղեցին, եթե անգամ դավաճանության ինչ որ հիմքեր ունի, որ ասենք արարքները կատարե, որ արդեն լուրջ է, փաստերը հստակ չեն, բայց ենթադրենք կատարել է, կոնֆլիկտի ինչի տա պետք է թողերը որ վեկալում ես ինչ ես, որ ասեմ հող ես մշակում, թակավորս ասենք մի քիչ էսյան, մի քիչ էյան այդ հողը քեզ ինչ պետք է տա, այդ ստրատեգիական մտածողությունը խիչ ունեն էլի։ Այդ բաները, ասենք սա հողերը մշակել էին հայոց աշխարհի, ասենք այդ մի 20 հատ 30 հատ կուսանոցի այդ հողերն էր պակասում, որ լավ ապրեին։ Այդ հողերն էլ որ մշակեցին, դրանից հետո շատ լավ պետք է ապրեին ու կարևոր էր դա ստրատեգիական բաներ։ Բա ոնց ռազմավարական կարևոր է խնդիր էր լուծում այդ մի քանի հատ կուսանոցն ու բանը անապատը աբեղան բանն է որ աղոթում էին։ Այսինքն պրոբլեմ չէր դա այդ ինչին էր պետք։ Հետո կաներ, էլի նույն ձևի հետո կաներ։ Պետք է տես չլներ էլի։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Այսինքն ինքը միանգամից ստեղծում է ներքին թշնամի ու միանգամից արտաքին թշնամի է ստեղծում իր երեկվա դաշնակցին։ Պատկերացրեք, ասենք նա հասարակ նայում ենք։ Կոնկրետ ասենք մի քանի տարում ձիրավիճակատամարտից հետո մի քանի տարում ընդամենը քո կարևոր հենասյունը եկեղեցին, կաթողիկոսը որ քո կողքը կայնած է, քեզի օգնել է նախարարներին հավաքելու բան եւ այլ թեմաներով, քեզ խես անում իր այդ կոնֆլիկտ, տղա ջան, ինչի դա պետք է։ Հա, ասենք այդ կուսանոցում կամ այդ բանում որ գնում էին, ասենք անապատում ով էր գնում, անկել մարդիկ որ չեն ուզում աշխատեն, դե իրանք որ երեխա չունենան ավելի լավ է, քոքները կկդրվի էլի, ասենք, այդպես լոգիկա են մնացածն ով էլ լավ է կարում ամեն ինչ անի, դրանք թող շատ ունենան, դա ի՞նչ խնդիր է, խնդիր չի, այդ սաղ էս որ հիմա ներկայացնում են ստրատեգիական մտածողություն որ ունենում եք, նայում եք, դա չեղաստեղից կոնֆլիկտ է առաջացրել։ Եկեղեցու հետ պետք չէր կոնֆլիկտ ստեղծել, երկրորդն էլ այդ հռոմեացիները ես ռոմեացիներին չեմ սիրում էլի, բայց ասենք դա այդպես չի արվում։ Պետք չէր այդ կոնֆլիկտը ստեղծել, դա հետո քիչ-քիչ կամաց հողը ոտների տակից կքաշեինք էլի, այսպես ասած, կընկնեին փոսը, բայց ասենք խես գնում կոնֆլիկտի, լավ գնացել ես կոնֆլիկտի, արդեն գնացել ես, արդեն սխալը արել ես, արդեն տերտերների հետ հագել ես, հույների հետ արդեն կոնֆլիկտը կա, արդեն գիտես, որ քո գլուխը ուզում են ուտեն, խես գնացել հետո հաց ուտես։ Թշնամու հետ չի կարելի հաց ուտել, այդ վեդայական ուսմունքները ով որ գիտեն, թշնամու հետ չի կարելի հաց ուտել։ Այդ հայի սովորությունը, որ ասենք սաղ պատմության մեջ կարդում ես, այդ գրքերի մեջ բան, պատմական եւ այլ։ Նորից ասում եմ, չէ, ասենք թշնամուն չի կարելի վստահել։ Իրա տան մեջ ոնց հաց կուտես, որ հացս ուտում, ուրեմն վստահում ես, չէ, թիկունքը դեմ ես տալի, թիկունք դեմ ես տալի խփելու է։ Թշնամի է։ Թշնամու հետ խես գնաց է։ Հա կարաս այդտես ինչ որ միտեղ դուրսը խոսաս դաշտի մեջը քո տիկնապահներով բան ասենք, մանավանդ քո հողի մեջ է։ Ու ասենք թեմա փակես դաշտում կամ թեկուզ դաշտում, այսինքն այդ ոնց են խապել որ կանչել են, հրավիրել են, գնացել է, խես գնացել։ Դու հրավիրեիր, ասեր դուք վավշե իմ հողի մեջ եք գտնվում, եթե ասենք այնպես չի ուզեցել ցույց տա որ բան է էլի մերժումա կամ վախմա բան, ասես բաներ կարող ասեր ընդհանրապես բալիկ ջան դուք եք իմ հողում, ես եմ ստեի արքան, սիրուն չի լինի էլի, ճիշտ չի լինի, արքայավարել չի լինի, որ ես գամ դուք ինձ հյուրասիրեք իմ տան մեջ, դուք կգաք ես ձեզ կհյուրասիրեմ։ Խնդիր չկա։ Հասնել կարայր, հետը չուտեիր, ասենք իրենց ողջան կտայիր, թոյթան ուտեն, դուք էլ իրար հետ ինչ-որ բան կխոսայիք, ասենք, ու տենց ճամփ կդնեիր կեթայր, այդ տենց պետք է լինի թագավորական պահվածքը, թշնամու հետ կամ էլ այդ ճակերտավոր հետ, ոնց որ հիմա է։ Այդ էլ
մի քանի սխալ ու նույն սխալը հենց հիմա անում են։ Այս նորօրյա բանը նույն ձևի ԱՊՀ բան, ԵԱՏՄ բան կանչում են, խես գնում։ Հատուկ մի հատ տղա ջան, մի հատ քո համար մի հատ հատուկ այտենց տեղակալ դիր, հատուկ պաշտոն ստեղծի նոր, հատուկ այդ ռուսահապատակների հետ շփվելու համար իրան էլ օրական մի շիշ մածուն կտաս։ Զավրեդնես մեղր բան, այտենց որ լավ բժիշկը նշանակես, որ մարդը հոգեբան բան, որ ծանր գործ է, էլի քո գործը դիր այդ մարդու վրա մի հատ կամավոր գտի, որ հանուն հայրենիքի պատրաստ է գնա այդ ռուս խոզերի կողը նստի, չուչմեկների ու ասենք լսի իրենց էշեշ խոսքերը Հայաստանի վերաբերյալ։ Մեկին տես գտի ունես որ լավ ճրպտ խոսալ էլ իմանա, պետք եղածը կծի մծի խոսքերով բան։ Մեկին դիր թո տանդը նստի ու հատուկ այտես քո լիազորված բանը էլի են որ ասում են։ Ինչ ես անում։ Ես մեզի խայտարականում, մենք քեզ թույլ չենք տալի, որ մեզի խիր ես խայտարականում։ Ես քեզ իրավունք տվել եմ դու իմ ժողովրդին իմ պետությանը խայտարականես։ Ու լիքի իմ նման մարդիկ, մենք քեզ իրավունք չենք տվել, ասեմ իմանաս։ Այդ որ քեզ ընտրում են ստիպված, որտեվ շանտաժ ես անում, էդի չէ որ դու իրավունքները ստանում ինչ ուզես անես։ Ասեմ իմանաս։ Ամեն ինչի համար կարող է որ գա շատ դժվար լինի, չես կարող պատասխան տաս։ Կոնը մաղաշերն են եք գնացը։ Այս երկիրը քանի հազար տարի կա, այս ժողովուրդը քանի հազար տարի կա, թե լավ չել չես կարդացել երևի։ Դու տես գրքեր չես սիրում կարդալ։ Նույն սխալները, ինչը որ պապը թույլ է տվել, սրանք էլ նույն ձևի անում են, էլի այդ նույն պատմությունը, որ ասում եմ անեծքի նման, նույն փոսեր են գնելով, նույն ճամփայով գնում են, որտեղ պետական մտածողություն չունեն։ Որտեղ էլի եմ ասում, այնց այդ կաստայական համակարգը, որ չարչին չի կարող աղա դառնա, այդ հին հայկական այդ խոսքեր կա էլի, ես ոչ մեկին չեմ վերում, ժողովրդական ասացվածներն եմ մեջբերում։ Չէ, ոնց են ասում։ Աղան չարչին աղա չի դառնա, թե ինչ տես բան կա, ես այտենց լավ չեմ իմանում, բայց ես լսել եմ մի քանի տեղ։ Այդի էտա որ ասենք ոնց կարելի է, թշնամու չի կարելի տալ նստել սեղան։ Թշնամի են այդ ձևական դաշնակցական հարաբերություն, իրանք այնքան առիթ են տվել, որ մենք այդ սաղ ճղեն գցենք, որ ասենք էդի չանել արդեն անասունի վիճակի բան է։ Էդի արդեն հիմարություն է, որտեղ ասենք դրանք որոշել են մեզի ուտեն, հասկանում եք ժողովուրդ ջան։ Ոչ թե որ մենք իրանց դավաճանել ենք, էդի իրանք այտենց են, սաղին ում ուզում են ուտեն, այտենց են ասում։ Ասում են դուք մեզ դավաճանել եք ու որ ուտեն, էլի, հետո ուտում են։ Բոլոր որ ասենք նայեք այդ ռուսների, բյուզանդացիների, հռոմեացիների, պարսիկների, բոլորի այդ քաղաքականությունը, այդ ձևը առիթ գտնելը այտենց էլ սկսում է։ Դուք մեզ դավաճան, ասենք կարող է քնեն լնեն, որոշեն, որ դուք իրաց դավաճանել եք, որովհետև գլխարկի չեք դրել, էլի։ Ու այտենց ուտում են։ Այսինքն արդեն հստակ է ամեն ինչ, ձեզի ծախեցին, ձեզի էլ են ծախելու, հակաօդայինը ռուսների ձեռն է։ Սահմանապահները հլստեն, ռուսները խենստե։ Հանեք, ճամփ ու դրեք, թող գնան, այդ մենակ ԿՊՊ-ից դուք ներդերիք ես որ հանեք։ Այն էլ երևի էլի ռուսական պասպորտներով, հայկական ազգանուններով էլի իրենց մարդիկ են դրած։ Հանեք, լարեք դրանց։ Բոլորին։ Օդային բազանել, սահմանապահ զորքերն այդ Գյումրու բազանել։ Հանեք ու լարեք, թող գնան գրողի ծոցը։ Եթե չգնան, այս ժողովրդին վնաս են տալու։ Էդի այնքան պարզ բան է։ Քանի իրանք թույլ են, դուք ինչ եք անում, այսինքն որպես պետություն, հայկական պետություն, որպես դուք դրել եք ձեր թշնամին, վաղը գալու է ձեր գլուխը մորթի կդրի, դուք դրել եք ձեր թշնամուն օգնում եք, որ ինքը իր թշնամու հետ կրի հաղթի կռիվը, որ գա ձեզի մորթի։ Փոխանակ իր թշնամուն օգնեք, որ ձեր թշնամուն սատկացնի, որ դուք պրծնեք, դուք դրել եք ձեր թշնամուն խալոպի նման օգնում եք սանկցիաները որ շրջանցի,
ոսկին եք ծախում, եսի ինչ եք անում, չիպերն եք ծախում, հիմա էլ չգիտեմ, ասենք ես վստահ չեմ, որ չիպերի գործանը որ դրել են, այս չիպերը ուրա գնալու, դա էլ չգիտենք։ Ասենք ես ոնց եք դուք մտածում էլի, այս պետական կառավարման այս ճակերտավոր էլիտայի հետ եմ, ես դուք ոնց եք ասենք, դուք չեք հասկանում, որ ասենք պատասխան եք տալու, ուր եք փախնելու։ Բա այդ պապի հետ կապված ինչից որտեղից որտեղ ասանք, դրա հետ կապ ունի, իրար հետ կապ ունի, նույն բանը կրկնվում է։ Նույն ձև էս Հովյանոսի պայմանագիրը 363 թվականի այս պայմանագիրը շատ նման է նույն ասենք 1991-ի պայմանագրի հետ, որը Սովետը քանդին եւ ասենք որոշեցին, որ այդ հանրապետությունները բան եւ այլ անկախ են բան, հետո Ռուսաստանը սկսել է արդեն խախտել այդ պայմանագիրը, չէ՞, 8 թվին 2008 թվին Վրաստանի հետ կապված եւ 14 թվից արդեն սկսած Ուկրաինայի հետ կապված 20 թվին հայրին գցեց քացուտակ 22 թվին կռիվնա գնում արդեն բացահայտ լկտի ու հետո հաջորդել մենք ենք լինելու պարտադիր չի երկրորդը, երրորդը, թե 5-րդը դուշմանը կռիվ անում իր դուշմանի հետ, պետք է օգնենք, որ այնտես սատկի։ Ասենք դա քննարկելու թեմա չի էլի, մտածելու բան էլ չի դա։ Տեխնիկական հարցը թե ոնց պետք է օգնենք էլի Ուկրաինային, որտեղ ասենք ռուսները մեր դուշմանն են։ Թուրքից էլ ավելի վտանգավոր դուշման են։ Հենց այդ ձև։ Ու ասենք դրել եք իրանց օգնում եք, որ սանկցիաները շրջանցեն, որ հետո գան ձեր գլուխը ուտեն։ Ասենք որտեղով եք մտածում էլի, ես չեմ հասկանում, դուք որտեղով եք մտածում, ձեր մոտ մտածողության ապարատը որտեղ է գտնվում, մարմնի որ մասում է գտնվում։ Էլի ցենց ասենք ճիշտ ասած չէի ծրագրել, որ ցենց էլի հուզմունքով բան պետք է լինի, զգացմունքային պետք է լինի, բայց դե հաշվեք ասենք բան չեմ անում էլի, ինչ եմ, կտրում եմ բան են անում, ես այդպես բաներ չեմ անում, ոնց կխոսում եմ, ժողովուրդ ջան, այս բառապաշարի մոմենտն էլ ոնց դուք տներում խոսում եք, ես էլ այդպես ձեր հետ խոսում եմ պլյուս մինուս մի քիչ ես կողմեն կողմով, ասենք դա իմ համար խնդիր չէ, նորից այն վաղտ էլ ասացի այն ժամանակ հա ինձ հաճելի կլինի, որ ավելի մաքուր լինի, բայց հիմա սենց է ստացվել։ Դրա համար այս պապի հետ կապված այդ թող լավ մի հատ վերլուծեն պապի ու արշակունիների սխալը ընդհանրապես ստրատեգիան պետական մտածողություն չունենալ դե որովհետև այ չէին։ Ընդհանրապես ամենահեշտը դինաստիան փոխելն էր, ամենահեշտ գործն էր, ասենք, եթե տենցա, դինաստիան փոխում էր, դառնում էին հայկական Սասանյաններ, նույն ձևի, ու տենց ասենք լավ էր ելնում, ոչ էլ բաժանում էին Հայաստանը։ Այսինքն այնքան հեշտ էր այդ հարցի լուծումը, բայց ինչ մի հատ մեծ խնդիր սարքեցին, Հայաստանը կործանեցին, որովհետև այդ Պարթև արշակունիների հայկական ճյուղը չէր ուզում, ինքը թքած ուներ հայկական շահերի համար, չէր ուզում հայկական շահերի համար հեռանալ գահից։ Ընդամենը դա տեղ ունեցավ, պատկերացնում եք։ Ասենք 140-150 տարի առաջ դրանից կարելի էր հարցը արդեն լուծած լիներ, սիրուն հպանցիկ սենց քնքշորեն հարս փեսա բան սենց սարքում էին, այդ հարցը անցնում գնում էր, ոչ մի խնդիր չէր լինում, բայց դա չեն արել։ Ու հաջորդն էլ եմ ասում, թշնամը չի կարելի հաց ուտել։ Այդ արժեքային համակարգում այդ որ մտել է դուշմանի հետ հաց ուտելը, հայերի մոտ մտած է, որ նայեք կտենաք։ Դուշմանի հետ հաց ուտելը հայերի մեջ կա, որովհետև չգիտեմ կա, բայց կա, այսինքն դա առաջ չի եղել, համոզված եմ, որ չի եղել, բայց ասենք նայեք 2000 տարի է կա այդ խնդիրը։
Արժեքային համակարգերը, երբ որ ջարդվեն, այդպիսի ծանր հետևանքներ են։ Մարդիկ կան կարող մտածեն, ինչ արժեքային համակարգ, այ մի հատ արժեքային համակարգի խախտում, որ թշնամու հետ հաց ուտել։ Ինչ ա տալի, երբ որ դու դա արդեն քանդում ես, ջարդում ես այդ արժեքը, ու հետևանքներ տեղի ունեն, որ արքային գլուխը կերան։ Այսօր շատ չերկարացնենք, այսքանով ավարտենք, ժողովուրդ ջան։ Հաջողություն։